Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր սեպտեմբերի 18-ն է եւ ունենք մի շարք հարցեր, որոնք որ վերաբերվում են Հայաստանին, կարևոր քննարկելու այս հաղորդման ընթացքում, ինչպես նաեւ կանդրադառնանք միջազգային կարևոր հարցերին։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր որ մեզ հետ են այս դժվարին պահին եւ սկսենք միանգամից նրանից, որ երեք թե Նիկոլ Փաշինյանը եւ թե Իլհամ Ալիևը անդրադարձան Դոնալդ Թրամփի գրառմանը, հիշում եք երեք մենք խոսում էինք այդ գրառման մասին, ինքը հիշել էր օգոստոսի 8-ի համաձայնագիրը Վաշինգտոնում եռակողմ այդ հռչակագիրը եւ հիմա Փաշինյանը եւ Ալիևը արձագանքել են եւ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին, որ Ադրբեջանի հետ այդ կարևոր պատմական համաձայնագիրն է կնքվել Վաշինգտոնում եւ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը հասնել այդ պայմանավորվածություններին եւ Թրամփի երթուղու հետ կապված Փաշինյանը իր պատրաստակամությունն է հայտնել, որ այդ ամենը իրագործվի։ Ալիևը եւս իր շնորհակալության խոսքերն է հղել Դոնալդ Թրամփին, գնահատանքի խոսքերը, որ խաղաղության գործընթացի մեջ կարևոր առաջխաղացում է արձանագրվել հենց Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Ալիևը կրկին գովել է Թրամփին, բայց եթե նույնիսկ տարբերությունը տեսնենք, թե ինչպես են արձագանքել Ալիևը եւ Փաշինյանը, տարբերությունը կա իրոք։ Ալիևը ուղղակի ասում է, որ առաջխաղացում է գրանցվել Դոնալդ Թրամփի աջակցությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ շեշտում է միշտ այն գաղափարը, որ խաղաղությունը այլևս հաստատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն Հայաստանը ավելի բարձր է կարծես գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների այս մասնակցությունը, այդ պատմական փաստաթղթի ստորագրմանը, քան Ադրբեջան։ Բայց լավ է, որ Ադրբեջանը եւս չի հրաժարվում, մեկ-մեկ Ալիևն էլ է ասում, որ խաղաղություն է հաստատվել Հարավային Կովկասում։ Հիմա անցնենք այլ կարևոր հարցերի քննարկմանը։ Գիտեք, որ աշխատանքային այցով Արարատ Միրզոյանը գտնվում էր Հագայում, որտեղ որ նա արդեն հանդիպում է ունեցել, հատ կարևոր հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտգործնախարարի հետ։ Հայաստանը բավականին շատ լավ է զարգացնում իր հարաբերությունները Նիդերլանդների հետ, գիտեք այդ մասին, եւ այդ հանդիպման ընթացքում եւս ընդգծվել են ամուր կապերը Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ, եւ Նիդերլանդները շատ բարձր են գնահատել Հայաստանի մոտեցումը խաղաղության մասով, տարածաշրջանում խաղաղության եւ ստաբիլության մասով, դրանից բացի հետաքրքիր տեղեկություն եւ հետաքրքիր որոշման մասին է հայտնել Նիդերլանդների արտգործնախարարը, որ հիմա Նիդերլանդները 14 միլիոն եվրո են հատկացնելու Արցախահայության օգնության համար, որպեսզի նրանք հնարավորություն ստանան ունենալ բնակարաններ։ Ես որքան հասկանում եմ, հենց դրա համար է ծախսվելու այդ գումարը, բայց չեմ կարող պնդել, որ բնակարաններ են կոնկրետ գնելու եւ տալու, այդ գումարը այդքան մեծ չէ, որ բոլորին բավարարի, բայց այդ կոնկրետ այդ նպատակներին է ծառայելու այդ հատկացվող գումարը, թե ինչ ձևով եւ ինչպես չեմ կարող ասել, բայց շատ կարեւոր է, որ Նիդերլանդները այդպիսի մարդասիրական օգնություն են տրամադրում Արցախահայությանը։ Մեկ ոչ պակաս կարևոր տեղեկություն ստանում ենք մենք հիմա Փարիզից, կարող է նույնիսկ ավելի կարևոր տեղեկություն, եւ դա վերաբերվում է նրան, որ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը գտնվում է Ֆրանսիայում եւ կարևոր հանդիպումներ է նա այնտեղ անցկացնում, տարբեր հարցեր են քննարկել Ֆրանսիայի արտգործնախարարությունում եւ պայմանավորվել են խորացնել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները բոլոր ոլորտներում, տնտեսություն, պաշտպանություն, այսինքն բազմաթիվ ոլորտներում, եւ դրանից բացի քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցը եւ ամենակարևորը մեկ անգամ եւս քննարկել են այն փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ, խոսքը կոնկրետ ռազմավարական հարաբերությունների մասին է։ Այսինքն արդեն կա
փաստաթուղթ, որի վրա կոնկրետ աշխատանք է տարվում եւ դրա մասին շեշտելը, դրա մասին խոսելը նշանակում է այն, որ շատ շուտով հնարավոր է մենք արդեն ունենանք Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ստորագրվող փաստաթուղթ ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ եւ ես կարծում եմ ու նաեւ հույսով եմ, որ այդ փաստաթուղթը բավականին ծավալուն կլինի, նույնիսկ կարող է տարբերվել Հայաստանի եւ այլ երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունների փաստաթղթից։ Ես այդպես եմ պատկերացնում, որ շատ ավելի ծավալուն, շատ ավելի կոնկրետ աշխատող փաստաթուղթ է լինելու դա Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև։ Նրանց բացի կողմերը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցության հարցը նույնպես։ Այսինքն շատ կարևոր այց է եւ շատ կարևոր տեղեկություն է դա մեզ համար։ Չեմ կարծում, որ հիմա այս իրավիճակում ես էլ ցանկություն չունեմ ճիշտ ասած անդրադառնալու Հայաստանի այդ ներքաղաքական գզվռտոցներին։ Հիմա Արարատ լեռի հանումն է շատ քննարկվում կնիկների վրայից միանշանակ ասեմ այն, որ Արարատ լեռը սիմվոլ է, այն ունի մեր ինքնության հետ ուղիղ կապ, բայց մենք հասկանում ենք, որ անդիմությունը ուղղակի այս հարցը շահարկում է։ Սա եւս մենք հասկանում ենք, բայց այն, որ Արարատը մեր սիմվոլն է եւ անձամբ ինձ համար շատ մեծ արժեք ունի, Արարատը Հայաստանի ողջ Հայաստան պետության իմաստն է, իմ տեսանկյունից դա միանշանակ է։ Այ պետք է լինի կնիկի վրա, չպետք է լինի։ Դրանք այն մանրունքներն են, որոնցով որ փորձում են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել։ Սա է իմ համոզումը։ Այսինքն ես մեծ տրագեդիա չեմ տեսնում կնիկների վրայից հանելը կամ կնիկների վրա Արարատի գերբը ավելացնելը։ Այն, որ շատ հայերի տներում կա Արարատի պատկերը, ամենտեղ է խոսվում Արարատ լեռի հայկական սիմվոլ լինելու մասին, նաև բիբլիական, դա միանշանակ է եւ դա ոչ ոք չի կարող ճնշել մեր մտքերից, դա անեն կնիկներից, թե ավելացնեն կնիկների վրա, դրանով ոչինչ միանշանակ չի փոխվի։ Եվ այստեղից սիրելի հայրենակիցներ, թույլ տվեք անցնել միջազգային հարցերի քննարկմանը եւ ամենաշատը ինձ հետաքրքրեց Լավրովի հայտարարությունները, երեկվա Լավրովի հայտարարությունները, որ եթե Ուկրաինայում արևմտյան երկրները զորք տեղակայեն, ապա այդ զորքերը կհամարվեն օկուպացիոն ուժեր եւ կլինեն թիրախ Ռուսաստանի համար։ Նույնիսկ չեմ ուզում ձևակերպում տալ, թե ինչ աստիճանի սա լեկտի հայտարարություն է։ Եթե սրան գումարենք նաեւ Լեհաստանի վրա այդ դրոնային հարձակումները, Ռումինիայի վրա, նաև Լեհաստանում գիտեք տուներ վնասվել, հայտարարությունները Մեդվեդևի, Պեսկովի, այդ բոլոր հնչող հայտարարությունները, եվրոպական երկրների արձագանքը, ՆԱՏՕ-ի թերի արձագանքը եւ Լավրովի այս հայտարարությունը, այս ամենը հստակ, շատ հստակ ինձ հուշում է մեկ բան, որ Ռուսաստանը արդեն համոզված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է եւ այդքան չանեն, չեմ ասում ոչինչ չանեն, եթե հարձակում լինի եվրոպական երկրների վրա, այսինքն եթե դրոներով էլ հարձակվեն եւ եթե խաղապահներ տեղակայեն նրանց վրա էլ հարձակում լինի, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի գլխավորությամբ Սա շատ կարևոր է շեշտել, կարող է ինչ-որ արձագանքներ ուղղակի անի, բայց ոչ պատշաճ ձևի արձագանքի, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը տեսնում է անտարբերություն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից եւ դրա համար անում է այդպիսի հայտարարություններ, բայց մյուս կողմից այս հայտարարություններով նրանք ուզում են կանխել, փորձում են կանխել եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայում։ Հնարավոր է նաեւ բլեֆ է անում Լավրովը, որ իրենք կարող են նաև հարվածեն, քանի որ դրանք կլինեն օրինական թիրախներ եւ անվանում են նրանց օկուպացիոն ուժեր։ Եթե Լավրովը անվանում է խաղապահներին օկուպացիոն ուժեր, որոնք որ կարող են տեղակայվել Ուկրաինայում, ապա նշանակում է, որ իրենք ամբողջ Ուկրաինան տեսնում են Ռուսաստանի կազմում կամ որպես Ռուսաստանի վասալ պետություն։ Ամենայն դեպս ես այդպես եմ տեսնում, սիրելի հայրենակիցներ, հակառակ պարագայում տրամաբանությունը որն է, որ
խաղապահներին անվանեց օկուպացիոն ուժեր, այսինքն օկուպացիոն ուժերը նրանք են, որոնք որ գալիս ու գրավում են ինչ-որ տարածք, ինչ-որ մեկի ձեռքից։ Եվ եթե Ռուսաստանի համար օկուպացիոն ուժեր են, ապա դա նշանակում է, որ ինքը համարում է Ուկրաինան իրենը եւ այդ ուժերը պետք է որ գան եւ վերցնեն Ուկրաինան նրանց ձեռքից, օկուպացնեն Ուկրաինան Ռուսաստանից։ Այդպես է փաստացի դուրս գալիս Լավրովի հայտարարությունից, դե ինքը ասում է, որ իրենք չեն հարվածում խաղաղ բանակիչներին, ինչը բնականաբար սուտ է, ես չէ որ պետք է դրա մասին ասեմ, դրա մասին են վկայում բազմաթիվ տեսանյութեր, բազմաթիվ կադրեր կան, թե ինչպես խաղաղ բնակիչներ են զոհվում գրեթե ամեն օրվա ռեժիմով։ Երեք Զելենսկին եւս հայտարարությամբ է հանդես եկել եւ նա ասել է, որ 1 տարվա պատերազմը արժի $120 միլիարդ, Ուկրաինայի բյուջեն $60 միլիարդ է, նրան պետք է էլի $60 միլիարդ գտնել հաջորդ տարվա համար, կամ եթե պատերազմը ավարտվի, շատ ավելի լավ, այսինքն պլան A պատերազմի ավարտն է, պլան B-ն $120 միլիարդ գտնելը, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Տեսնում եք, թե ինչքան մեծ ռեսուրսներ է խլում այդ պատերազմը։ Մերձավոր Արևելքից Գազայից ինչ կարող եմ ավելացնել նախորդ մեր հաղորդումների հետ փոխվել է այն, որ ավելի ակտիվ է սկսել Իսրայելը ներխուժել Գազա, զրահատեխնիկա է մտցնում, շատ դաժան ռազմական գործողություններ են, ամեն ինչ ավերվում է Գազայում, դրանից բացի քննարկվում է համաձայնությունը սիրիական իշխանությունների հետ, հիմա նոր համաձայնություն է քննարկում Իսրայելը, որպեսզի խաղաղություն հաստատվի Սիրիայի եւ Իսրայելի միջև, տեսնենք դա էլ ինչի կհանգեցնի, հուտիների մասով եւս կարող եմ ասել, որ Իսրայելը շատ ակտիվ հարվածներ է հասցնում Եմենին, այսինքն պատերազմական գործողությունները Մերձավոր Արևելքում եռում են։ Եվ մոռացա խոսել նրա մասին, որ Դոնալդ Թրամփն էլ գտնվում է հիմա Միացյալ Թագավորությունում, ճիշտ ասած այդ այցից հələ որ շատ մանրամասներ կոնկրետ չկան, հետաքրքիր այն է, որ շատ վատ պաստառներով եւ տարբեր վատ նկարներով լուսավորվող պատկերաձև նկարներով դիմավորել են Դոնալդ Թրամփին Մեծ Բրիտանիայում, նրան համեմատելով, ոչ թե համեմատելով, նրա նկարները դնելով Էփշտեյնի հետ, գիտեք, դա այն անձն էր, ով որ մանկապիղծ էր, բազմաթիվ մանկահասակ աղջիկների էր հավաքում տարբեր կղզիներում եւ հարուստների էր հավաքում այնտեղ, այդ թվում նաեւ ասում են, որ Դոնալդ Թրամփը եւս եղել է այդ ցուցակների մեջ, ովքեր որ մասնակցել է այդ ամենին, Դոնալդ Թրամփի եւ այդ Էփշտեյնի հետ մասնակցությամբ կա հին շատ տեսանյութ եւ դա են փորձում հիմա դա են պատկերել հաստատի ու բոլորը թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ թե տարբեր տեղերում խոսում են, որ այդ ցուցակների մեջ, Էփշտեյնի ցուցակների մեջ կա նաեւ Դոնալդ Թրամփը, այսինքն այդ հավաք ասենք, ինչպես ասենք, որը որ կազմակերպում էր Էփշտեյնը անչափահաս աղջիկների մասնակցությամբ մասնակցել է նաև Դոնալդ Թրամփը։ Հələ որ այսքան է սիրելի հայրենակիցներ այսօրվա համար, հաջողություն եմ մաղթում բոլորին, կհանդիպենք արդեն վաղը։